Հռոմեացիները այնուամենայնիվ այս իրավիճակի հետ չեն հաշտվում եւ Օգոստոս կայսրը իր ունեցած խնդիրներին զուգահեռ, գերմանական ուղղությամբ ունեցած խնդիրներին զուգահեռ այնուամենայնիվ չէր կարող չզբաղվել արևելքի հարցերով։ Եվ Քրիստոս 5 թվականին նրա ուղարկած զորքերը Հայաստան են բերում Տիգրան III-ի կրտսեր եղբորը Արտավազդ III-ին։ Ստացվում է, որ հայոց թագավոր Տիգրան IV-ի համար Արտավազդ III-ը հորեղբայր էր եւ ստացվում է, որ հայկական էլիտան պետք է կողմնորոշվեր ինչ անել եւ այս հարցում ընտրությունը շատ հստակ էր, մեր վերնախավը չէր աջակցում Արտավազդ III-ին եւ Արտավազդը Հայաստանում զավթելով գահը հռոմեացիների օգնությամբ այն տնօրինում էր ինչպես ուղակի հռոմեական դրածո։ Նա անխնա ձևով օգտագործում էր պետական միջոցները, վատնում էր տարբեր ուղղություններով, բավական վատ էր վերաբերում տեղական ավականու նկատմամբ եւ բնական է մեծ զայրույթ առաջացավ այս թագավորի վատնումների եւ դավաճանական ընթացքի նկատմամբ եւ Քրիստոս 2 թվականին մեծ ցասմամբ նրան վտարում են եւ թագավոր են կարգում, նորից վերադարձնում են գահին Տիգրան IV-ին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։